Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստան դաշինքի անդամները Տավուշի մարզում են եղել։ Իջևանցիների հետ հանդիպման ժամանակ դաշինքի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը անդրադարձել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակին, ընդգծելով, որ Հայաստանը տարածաշրջանի ամենաաղքատ երկրներից է, քանի որ բացակայում է զարգացման համակարգը։ Ըստ Կարապետյանի, լուծումը արդյունաբերական հիմնարկների ստեղծումն է, որպես սոցիալական աջակցության հստակ քայլ դաշինքի առաջին համարը ներկայացրել է ազգային բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնած հատուկ հիմնադրամի ծրագիրը, որը նպատակ ունի ուղիղ ֆինանսական օգնություն տրամադրել կարիքավոր ընտանիքներին եւ բարձրացնել կենսաթոշակները։ Կարապետյանը հայտարարել է, ստեղծում է հիմնադրամ, որտեղ ներդրում է կատարում 70%-ը մեծ մասը հայ բիզնեսմենները Սփյուռքից, հայ մեծահարուստները Սփյուռքից, մեր ընկերներն ու գործընկերները, մեր 30%-ը փոքր մասը պետությունը։ Այդ հիմնադրամը ամսական թոշակ է նշանակում, նպաստ է նշանակում այն մարդկանց, ովքեր ծայրահեղ աղքատ են։ 5 հոգանոց ընտանիքին 150,000 դրամ, որպեսզի մարդը կարողանա երեխային լավ կրթություն տա, տանը ինչ-որ կախավորում անի, ինչ ապրուստ է իր հոգա, աշխատանք ունի, ոչինչ, շարունակելու է տալ, եթե համարվում է ծայրահեղ աղքատ։ Բացի Կարապետյանից ոչ մեկ չի կարող սենց ծրագիր առաջարկել, որտեղ ոչ մեկի խոսքով գործընկեր գործարարները այդքան գումար չեն դնի։